Բարև ձեզ, դուք դիտում եք մեկը հազարից հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ասում են, բնությունը յուրաքանչյուրից ստեղծում է իր ուրույն ձեռագրով, եւ մենք մեզ պետք է սիրենք այնպիսին, ինչպիսին կանք։ Սակայն հասարակությունը երբեմն անհանդուրժող է լինում նրանց նկատմամբ, ովքեր նման չեն մեծամասնությանը։ Մինչ կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաև մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Այսօրվա հաղորդումը ուզում եմ սկսել մեր շատ սիրելի հեքիաթից մի մեջբերումով, Փոքրիկ իշխանից, որտեղ աղվեսն ասում էր, որ սրատես է միայն սիրտը, ամենակարևորը աչքերով չես կարող տեսնել, եւ մեր հասարակությունն էլ շատ դաժան է, հա, իր սահմանած այսպես ստանդարտների մեջ եւ հաճախ անհանդուրժող է գտնվում նրանց նկատմամբ, ովքեր այդ կաղապարների մեջ չեն տեղավորվում։ Դուք ծնվել եք դեմքի վրա նշանով եւ այդ յուրահատկությունը ձեր տարբեր տարիքային ժամանակահատվածներում տարբեր անհարմարություններ է ձեզ պատճառել։ Հիմա եթե սկսենք ամենասկզբից, խնդրում եմ ասեք, թե որ տարիքից ավելի շատ սկսեցիք անհարմարություն զգալ։ Գիտեք ինչ, ծնված երևի արդեն որ գիտակցում ես, մանկապարտեզ դպրոց, այդ ժամանակն ես դպրոցում արդեն սկսեցի հասկանալ, բայց մինչև այդ էլ երբ որ փոքր էի գնում էինք, պապաս հայրս ինձ տանում էր Մոսկվա էին գնում դեմքիս համար, շատ էր դեմ ընկած, ուզում էր անպայման ինչ որ միջամտություններ աներ, թե պլաստիկա, թե ինչ որ բաներ, բայց չէր ստացվում, խոր չէին տալիս իրանք։ Եվ հետո երբ որ արդեն սկսեցի հասկանալ, դժվար էր, չէին ընդունում։ Դաժե հիշում եմ դպրոցական տարիներին, երբ որ ուզում էի բարի գնայի, բարի խմբակի, ինձ դասատուն թևիցս բռնեց, հանեց, դու չես համապատասխանում, շատ վիրավորվեցի, բայց դե անցավ։ Գիտեք, երբեմն այդ խնդիրը ընդունելու, հասկանալու, գիտակցելու կամ դրա դեմ պայքարելու համար միայն ուժեղ կամք ունենալն էլ բավարար չի լինում, որովհետև իսկապես հասարակության շատ անդամներ անհանդուրժող են լինում, իրենց վերաբերմունքը ճիշտ չեն արտահայտում։ Սա է հիմնական խնդիրը, հա, եթե չլինի այդ հասարակության վերաբերմունքը, մարդն ավելի հեշտությամբ կկարողանա իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Դուք ձեզ ինչպես էիք ընդունում։ Ես շատ լավ, հետո տարիների ընթացքում գիտակցեցի, հասկացա, որ պետք չի ընկճվել, շատ ա եղել, կողքից ծիծաղել են, մարդկա շատ լավ ա նայել այդ ամեն ինչը, բայց ես երբեք չեմ նեղվել դրանից ու միշտ հպարտ ման եմ եկել, այսինքն քայլել եմ ու ես հիմա էլ ամենասենք ճիշտ ա լինում ա երբեմն դեպքեր լինում ա, որ ես կոտրվում եմ, ինքս իմ մեջ կռիվ եմ տալիս, հաղթահարում եմ այդ կռիվը, նույնիսկ ոտքի եմ կանգնում ու ասում եմ, չէ, պետքա շարունակել ապրել։ Ու ես ապրում եմ, ու ես սիրում եմ ինձ ոնց որ կամ, այսպես։ Տարիներ առաջ էլի տենց մետրոյում անցնելուց մի հատ կին ինձ հարցրեց, թե ինչ ա եղել դեմքդ, ու ասեցի, որ խալայի ծն է։ Սենց արեց, աշխատում ես, ասեցի, այո, եւ քեզ կներեք, ոնց են պահել, ոնց են ընդունում այդտեղ աշխատանքի, քո ղեկավարությունը ոնց է քեզ պահում, ասեցի, իսկ ինչի ես ինչ եմ արել, որ ինձ չպահեն, բայց ոնց է մետրոն ձեզ պահում, հա։ Հենց այսպես։ Կան համարժեք պատասխան տալիս Համարժեք եք։ պատասխան տվեցի, հա, որովհետև ճիշտ է, նեղվեցի, ասինքն, բայց հետո հասկացա, որ մեծ կին ա, կարա իր ասենք տենց միանգամից արտահայտվի ու չհասկանալով ոնց արտահայտվի։ Հենց դա է իմ մեջ, որ մտածում եմ, որ մարդիկ կարող ուզում են արտահայտվեն, բայց չեն կարողանում ճիշտ ձև մատուցել կամ ճիշտ հարց տալ։ Բայց ես համարժեք իրան այդ օրը պատասխան տվեցի ու առաջ գնացի։ Բայց որոնք են եղել այն իրավիճակները, որ դուք շատ նեղվել եք, որ ձեր ներսը չեն փորձել տեսնել, ձեզ հասկանալ։ Դե շատ ա եղել տենց, անգամ եղել այն վիճակում, որ ես շատ վատ եմ եղել, շատ։ Ու տենց գնացել եմ աշխատանքի, այնտեղ պատերազմի այդ տարիներին էր, մի հատ կին իր այդ տղային կորցրել էր,
ու ձեռքս բռնեց մոտեցա իրան խոսալով ասեց ինչ ես քիթդ կախած անընդհատ ման գալիս նեղված հələ մի հատ դու ինձ նայիր ասեց ես ամեն ինչ կտայի թեկուզ իմ տղան ոտք չունենար տև չունենար կողքս լիներ ինչ ա եղել քեզ Մատ կասես տեսնեմ ինչ ա եղել քեզ Եվ իսկապես ինչ ա եղել ձեզ շփտա ուրախացի ասես նա ինձ ու հետո լսեցի իրան խորհուրդը ու քայլեցի ու ինքս իմ մեջ sense վերլուծեցի այդ ամեն ինչը ասի բայց ինչքան ճիշտ ասեց ինքը այսինքն այդ խոսքերն են այդ խորհուրդներն են որ կաթիլ լծվել են ձեր մեջ եւ ծնողական խորհուրդ տվեց sense որ ինչ ա եղել ինձ ինչից եմ նեղված որ տենց պարփակվել եմ ու ես ինքս իմ մեջ վերլուծեցի որ պետք չի տենց այո ճիշտ է ասում ասենք ամենավատ բանը այս կյանքում երեխա կորցնելն է այսօր որ ինքը ինձ նման խորհուրդ ա տալու ինքը ինքան ուժեղ կին ա որ ինքը ինձ կարողացավ այդքան բանը ասել եւ դուք իրավունք չունեք թույլ լինել այո եւ ես իրավունք չունեմ թույլ լինելու ես դուք գեղեցիկ արտաքին ունեք գեղեցիկ կազմված ունեք շատ լավ բնավորություն ունեք որն է ձեր խնդիրը չունեք դուք խնդիր չունեմ հավատացեք որ իրոք չունեմ որտեվ այսօր շատ կգերազեն ասենք աշխատանք ունենան, տուն ունենան, գիտեմ ինչքան մարդիկ կան փողոցում են ապրում, տուն չունեն, իրանց հարազատների կողմից բոլորը լքված են, ընտանիքի անդամների կողմից բոլորը լքված են, բայց փառք Աստծո, ես շրջապատված եմ սիրող մարդկանցով, որ ինձ բոլորը սիրում են, մանավանդ իմ ընտանիքի անդամներով ես շատ շրջապատված եմ, ու իրանք ինձ բոլորը շատ սիրում են Գիտեք, դա այդ հաղթական ճանապարհի ամենաառաջի ամենակարևոր զենքն է, հա, ընդունել քեզ այնպեսին, ինչպեսին կաս։ Երբ որ դու քեզ կընդունես այդպեսին, դու կպարտադրես նաև դիմացիներին, որ քեզ ընդունեն այնպեսին, ինչպեսին որ կաս, եւ ի վերջո դուք յուրահատուկ եք։ Միլիարդավոր մարդկանց մեջ դուք առանձնանում եք, դուք յուրահատուկ եք, սա պետք է ընդունեք որպես յուրահատկություն, ոչ երբեք թերություն։ Եվ ավելի շատ ձեզ համար ծանր էր դպրոցական տարիներին, թե ավելի հասուն տարիքում, որովհետեւ երեխաները սովորաբար ավելի չհասկանալով գուցե ավելի շատ են ցավացնում, քան մեծահասակներ, թե այդպես չէ, մեծահասակներն էլ զուսպ չեն իրենց։ Չէ, մեծահասակներն էլ են եղել, բայց ասենք ես մեծացել եմ այնպիսի մի ընտանիքում, ասենք որ ինձ միշտ աջակցել են ամեն հարցում, թե ծնողներս, հայրս, մայրս, թե եղբայրս, փառք Աստծո, ես չեմ ունեցել ընտանիքում ու դրսում էլ չի եղել այտենց, եղել է չեմ կարող ասեմ չի եղել բայց ես միշտ sense նայել եմ ու անցել եմ sense հպարտորեն որ այսինքն ամեն մարդ ինքը իրանն է ու մեկ ասում եմ մի հատ հələ դուք ձեզ նայեք հետո նոր ինձ նայեք ես ունեմ լավ եղբայր որ ինձ համար հորս մայից հետո եղավ լավ հայր լավ եղբայր եւ լավ ընկեր ունեմ լավ հարսիկ որ ինձ համար եւ քույր է եւ հարս է եւ լավ կին է իմ եղբոր համար ես իրանցով եմ ապրում իրանք ինձ համար ինձ ուժ են տալի անկախ ամեն ինչից ես իրանցով եմ ուժ գտնում իմ մեջ Գոհար ջան իսկ ինչպես եք ձեր մեջ այդ ներքին անհանգստություն անհարմարությունը հաղթահարում ինչպես եք ինքներդ ձեր մեջ կռիվ տալիս որ դուք կարողանաք այդ ուժը ունենալ կարողանաք հաղթահարել եւ այդպես գլուխը բարձր ման գալ Գիտես Սաթան ջան ես որ նայում եմ դիմացինին ասենք շատ դեպքեր ա եղել նաեւ այս վերջերս ես մի հատ աղջկա տեսա Կալյասկայի վրա ավտովթարից էր ու ինքս իմ մեջ sense ասեցի փառք Աստծո որ ես ձեռք ունեմ ոտք ունեմ կարողանում ինքս իմ կարիքները հոգալ իսկ դա ամենամեծ բանն է այ էդ է ինձ ուժ տալիս նայելով դիմացինի խնդիրները հասկանալով որ կարար ավելի վատ լիներ բայց փառք Աստծո որ ես գիտակից մարդ եմ որ ես կարողանում եմ որ կամ sense ոնց որ կամ Այո, կյանքը ամեն մեկին տալիս է իր բաժին փորձությունը, իր բաժին դժվարությունը եւ ամեն մեկին այնքանով, որքանով որ նա կարող է հաղթահարել։ Եվ իսկապես դուք կարողացել եք այդ բարդ փուլը անցնել, բայց ամենաբարդը որն էր, որը դժվարությամբ եք անցել, դժվարությամբ եք հաղթահարել։ Երբ որ գնացի հիվանդանոց, թեմքիս համար բժիշկ մտավ sense զեյթուն ու թերթ հիվանդանոց չեմ ուզում անուններ տալ
դրսից մտավ, ասես նայեց, ինձ մի հատ հայացքով, ինչի ես եկել, ինձ բանով, սեցի, ձայն չհանեցի, ասես նայեցի, գնա համակերպվի ապրի, ես չդիմացա շուռեք, ասի ինչի ձեզ թվում է ես չեմ ապրում, եթե ես եկել եմ, ստեղ ուրեմն ապրում եմ, ես ապրելու եմ, ինչի՞ է ձեզ թվում, որ պետք է ես չապրեմ, ու եկա տուն ու որոշեցի, որ ես երբեք կյանքում էլ բժշկի չեմ գնա, կոնկրետ այդ հարցով, բայց տարիներ հետո ընկերուհիս ստիպեց, որ գնանք Հովհաննես Ստեփանյանի մոտ, շատ լավ մարդ, ինքը ահագին ես իր հետ խոսեցի, ասի ես խոսք էդվե ինքս ինձ, որ ես չեմ գալու, բայց եկել եմ, ասես լավ ես արել, որ եկել ես, նենց անմիջական զրույց ունեցանք, ինքը ինձ բացատրեց, որ ինքը կոչվում է գինու բիծ, այսքս չգիտեմ, ի ծնե է եղել, թե հիմա ասում են դա դժվար ծննդաբերության հետևանք է, մարդկա ասում է նշան է, այս բժիշկը ասաց, որ ինքը կոչվում է գինու բիծ, այսինքն դժվար ծննդաբերության արդյունք է եղել, բայց ես ոչ մեկի չեմ մեղադրում, գիտես, որովհետև անկախ ամեն ինչից իմ ծնողն էլ է դրանից վատ զգում, ես տարիներ առաջ երրորդ մաս անցումի տակ մի հատ աղջկա հանդիպեցի, որ իր դեմքն էլ էր, ամեն անգամ անցնելուց ինքը ինձ մեջքով էր կանգնում, ու ես մի օր չդիմացա, մոտեցա իրան, ինքը շատ ծանր էր տանում, հավատացեք շատ, ինքը անընդհատ մեղադրում է իր ծնողներին, ես իր հետ զրուցելուց հասկացա, որ ինքը չգիտեմ, կամ իր ընտանիքում իրան տենց էին պահել, կամ իրոք շրջապատներ իրան ճնշել, ինքը այդքան ուժ չուներ, ու ես իր հետ ահագին զրուցեցի, ասի նայ ինձ, քոնը մի փոքր մասը, բայց իմ ամբողջ դեմքս է, ես կամ, չէ, քո դեմ այսօր կայնած քո հետ զրուցում եմ, ոնց ես չիմացա այդ աղջիկը, հասկացավ, չհասկացավ, հուսով եմ կընդուներ իմ ասածները ու իրան մեջ կհաղթահարեր այդ ամեն ինչը։ Իսկ դուք ունեցել եք այդպիսի փուլեր, երբ որ տնից դուրս գալու ցանկություն չի եղել, թաքնվելու ցանկություն ա եղել, թաքցնելու։ Շատ։ Բայց այդ ասածի մեջ կռիվ եմ տվել ու նորից դուրս եմ եկել։ Շատ ա եղել, ինչի՞ չէ որ։ Գոհար իսկ տեղյակ եք Հայաստանում քանի մարդ կա կամ կան արդյոք մարդիկ ովքեր ունեն այդպիսի նշան դեմքի վրա գինու բիծ։ Ես երկրորդ անգամ որ այցելեցի Հովհաննես Ստեփանյանի մոտ բժիշկ, իրանք ասացին, որ լազերով հնարավոր է մաքրել, փորձնական փորձենք, նաև այդ օրը արտասահմանյան բժիշկներ կային, ես այնտեղ շատերին տեսա, փոքր երեխա, հիմնականում ասեցին իգական սեռի մոտ է դա շատ լինում, քանց թե արականը, երեխաներ էին բերել փոքրիկ մեծ, դաժե աղջիկներ կային, որ մազերը սենց գցել էին դեմքին, որ իրանց այդ հատվածը չերևար, բայց ես սենց հպարտ իմ համար մտա ներս առանց կաշկանդվելու, առանց բան, որովհետև չարժի ինչ որ էսի դարձնել պիտակ ու ես դրանից աման չեմ կամ ինչ որ մի բան, չէ, շատ կան, հա, չգիտեմ ձեզ հանդիպելա թե չէ, կոնկրետ ես այդ օրը հիվանդանոցում, ես գիտեի միակն եմ, ոստորեն ես այդ օրը հիվանդանոցում հասկացա, որ ես միակը չեմ, էլի կան իմ նման մարդիկ։ Այո, ասում են մենք մեկ կյանք ենք ապրում, բայց շատերը նույնիսկ այդ մեկն էլ չեն կարողանում ճիշտ ապրել։ Մեզ տրված ժամանակ ապրելու շատ քիչ է եւ իսկապես չարժե այն ծախսել մարդկանց ինչ որ բան ապացուցելու վրա։ Ինձ հետաքրքիր է կյանքում հանդիպել եք մարդկանց, ովքեր այդպես էլ չեն կարողացել տեսնել ձեր հոգու խորքը եւ իրենց ուղղակի հրաժեշտ եք տվել։ Այո, եղել են։ Ուղղակի ես գիտեք ինչ ոչ վիճել եմ, ոչ փորձել եմ ինչ որ հարաբերություններ, ուղղակի սենց կտրուկ իմ առջև պատ եմ դրել ու շուռ եմ եկել գնացել եմ։ Մոտավորապես ինչ դեպքերի մասին է խոսքը։ Ну եւ եղել անկերական շրջապատում, որ ինձ ասենք հավաքույթների ժամանակ ինձ բանտեղ չեն դրել, սենց ես անցկացրել եմ այդ ամեն ինչը, բայց հետո էլ չեմ շարունակել, հենց կտրուկ այդ օրվանից փակել եմ։ Բայց փառք Աստծո ճիշտ է լինում եմ, բայց ունեմ այնպիսի շրջապատ, ասենք ընկեր, չունեմ շատ մեծ շրջապատ, բայց ունեմ ընկերուհի, որ ասենք ինձ համար եւ քույր է եւ ընկերուհի է, իր բարիկներով ես շատ կապնված եմ իրանց հետ, իրանք ինձ շատ են սիրում, ես իրանց անչափ շատ եմ սիրում։ Դες հնարավոր չի չսիրել։ Ես Չնայած այն անցած բարդ ճանապարհին դուք շատ կենսուրախ մարդ եք, դուք շփումների մեջ շատ ջերմ եք։
Սա մարդկային շատ կարևոր հատկանիշ է, որ պետք է գնահատել դիմացինի մեջ։ Գիտես, սա թե կյանքը ասած ձեզ մեկ անգամ ա տրված, ես փորձում եմ այս կյանքը ապրեմ, ոնց որ ինձ հասանելի է։ Այսինքն ինչքանը որ ես կարողանում եմ ինձ պահել, քայլել, աշխատել, ապրել, վայելել այս կյանքը, որովհետև ասած ձեզ արտաքին գեղեցկությունը չի, որ մարդուն պետքա փայլի, մարդու հոգին ու սիրտը պետքա գեղեցիկ լինի։ Բայց միշտ է այդ գիտակցության է եղել, թե դա ժամանակի ընթացքում Տարիների ընթացքում այդ ամեն ինչի մոտ վերաձևավորվել։ Եղել է ինչ-որ մի պահ, որ այդ պահից սկսած, ինչ-որ միջադեպ, որ այդ միջադեպից սկսած դուք արդեն ձեր մոտ հայացք մտածելակերպ է փոխվել։ Եղել է, բայց նենց չեմ կարող այս պահին մտաբերել, որովհետև ասում եմ, ես ընտանիքում էլ ինձ շատ յուրահատուկ ձևի են վերաբերվել, հենց միգուցե հենց դա է ինձ ուժ տվել իմ ընտանիքի անդամներով, որ ես կարողացել եմ հաղթահարեմ այդ ամեն ինչը։ Հիմա եկեք ասենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ դիտում են, ինչ կյանքով եք դուք ապրում։ Դուք խնդրում եմ ներկայացրեք ձեր այսօրվա կյանքը, որքանով է լիարժեք, որքանով եք այն ամբողջությամբ ապրում ու վայելում, դուք ունեք նաև աշխատանք, շատ ակտիվ եք, վերջերս նաև վարորդական իրավունքի վկայական ստացաք։ Ես աշխատում եմ, ապրում եմ Երևանում։ Չասեմ, ես կենսուրախ մարդ եմ, շատ եմ սիրում իմ կյանքը, իմ էությունը, իմ տեսակը, չմտածեն, որ ես եսասեր եմ, չէ, ուղղակի սիրում եմ ինձ այնպես, ինչպես որ ես կամ։ Ու խորտ կտամ, որ երբեք, թեկուզ նմանատիպ ինչ-որ բաներում չընկճվեն, չքաշվեն, իրանց վատ չզգան, Աստված մարդուն ոնց ստեղծել է, թող ընդունեն այնպես, ինչպես որ կան։ Իսկ որևէ քայլ, որ կփոխեիք, որ այսօր հետայացք գցելուց մտածում եք, որ օրինակ այս մի բանը պետքա չանեի կամ այս մի բանը պետքա անեի, ինչ կփոխեիք։ Ճիշտ ամենաքիչը կուզենայի, որ ընդհանրապես չլիներ, բայց հիմա չեմ կարող փոխեմ ոչինչ։ Էդ է, ունեմ էդ ու ես դրանով առանց ինչ չեմ առանց դրա չեմ պատկերացնում ես ինձ։ Արդեն լիովին համակերպվել եք։ Այո, լիովին համակերպվել չէ, ինչի սիրում եմ ինձ սենց։ Իսկ զգացել եք այդ վերաբերմունքը, փոփոխությունը վերաբերմունքի մարդկանց մոտ, երբ որ դուք ձեզ սկսել եք այդպես սիրել եւ ընկալել, եւ մարդկանց վերաբերմունքն էլ է փոխվել ձեր հանդեպ դրանից հետո։ Այսինքն ձեր այդ ներքին զգացողությունը, գիտակցումը բերել է մարդկանց մոտ փոփոխության։ Եղել է։ Այո, եղել է, ինչի՞ չէ։ Դե ասում են մեր կյանքը 10%-ով բաղկացած է նրանից, ինչ մեզ հետ կատարվում է, եւ 90%-ով նրանից, թե ինչպես ենք մենք դրանց վերաբերվում, Այսինքն շատ բան նաեւ կախված է ձեզանից, ձեր ընկալումներից, այդպես է։ Ես աշխատում եմ հիմնարկում տեխնիկական վերահսկման բաժնում որպես որակի հսկիչ։ Ես սիրում եմ աշխատանքը, ես շատ սիրով եմ անում, աշխատում եմ մեծ կոլեկտիվում ու այնտեղ բոլորը ինձ սիրում են, հարգում են, իմ ղեկավարությունից բռնցրած, ընդունում են ինձ այնպես, ինչպես որ ես կամ, առանց ավելորդությունների։ Դուք ընկերական շրջապատում շատ սիրված եք, վստահ եմ։ Ոչ միայն կոլեկտիվում, նաև ընկերական շրջապատում, որտեղ ձեր նման ընկեր ունենալը միշտ հաճելի է եւ ցանկալի։ Ես ակտիվ եմ, առիթներին երբեք չեմ բացակայում, ասենք չեմ միշտ մասնակցում եմ, միշտ ուրախ, զվարթ եւ երգում, պարում եմ եւ ուրախանում եմ, ձայնի հետ խնդիր ունեմ, բայց փորձում եմ դաժե անգամ այդ երգերի հետ երգել, ուրախանալ, որովհետեւ այս կյանքը շատ կարճ է։ Եվ մեկ անգամ է տրված։ Ապրենք նենց ոնց որ ճիշտ է։ Այո։ Ճիշտը սխալը մենք չենք որոշում, բայց գոնե հնարավորինս պահենք։ Ձեր կյանքում ինչ-որ բանի բացակայություն զգում եք։ Չի ասի։ Այո, ինչպես ասացիք, վարորդական իրավունքի վկայական ստանալուց, հայս այնտեղ իմ արչև հստակ դրեցի, որ պետքա ես ստանամ, իդեպ ասեմ շատ դժվարությունով ստացա, տարյուկես ես այդտեղ դպրոցում արդեն մի ընտանիքի նման իրենք ինձ շատ ջերմ էին վերաբերում, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Դա դեր բնավորության տեսակն է, որ դնում եք նպատակ եւ ամեն գնով հասնում եք ձեր նպատակին, որքան հասկացա։ Այլ նպատակներ ունեցել եք կյանքում դրված, որոնց կարողացել եք հասնել։
էլի տենց համառությամբ։ Եղել է։ Շատ է եղել։ Եթե ես ասում եմ, ես բանը պետքա ունենամ, ճիշտ է, կարող եմ այդ ժամանակահատվածում չեմ կարողացել անել, բայց հետո արել եմ։ Ամենամեծ ձեռքբերումը որն է եղել։ Տենց չունեմ այդպես ձեռքբերում, որովհետև սա թե ինչ է, ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Ես բնակարան էլ ունեմ, իմ եղբայրը նվիրատվություն արեց ինձ, ես ոչ մի բանի կարիք չունեմ, որ տենց ինչ որ ձեռքբերումներ կամ ինչ որ տենց աչքս ինչ որ մի բանի վրա մնա, որ չկարողանամ ունենալ կամ չկարողանամ առնեմ, ստեղծեմ։ Իսկ դուք մարդկանց հասարակությանը, անհատներին ինչպես եք վերաբերվում։ Հասարակությանը նորմալ, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, մի հասարակության մեջ, որոնք այո, ձեր ասած եւ ընդունում են եւ չեն ընդունում։ Այդ չընդունող մարդկանց պատճառով ձեր մոտ օրինակ չի եղել զգացողություն, որ հասարակության հանդեպ սկսել եք ավելի վատ վերաբերվել մարդկանց, ավելի չարանալ կամ ավելի չեմ չարացել, հավատացեք, որ չէ, ինչի չարանամ, այդ մարդը այդ ձևի է մտածում, թող այդպես լինի, դա արդեն գալիս է իրա մարդ տեսակից, իրա դաստիարակությունից ասեմ, իրա մտածելակերպից ասեմ, ես չեմ չարանում, թեկուզ եւ ես այսպես եմ ծնվել, ես չեմ չարացել ոչ մեկի հանդեպ, որովհետև ոչ մեկ մեղավոր չի այս հարցում, ոչ իմ ծնողը, ոչ մյուսը, ոչ իմ դիմացի մարդը, չէ, ես հակառակս, ես շատ երեխաներ սիրում եմ, ճիշտ անձնական չունեմ, բայց ես շատ եմ սիրում երեխաներ։ Դուք դեռ կունենաք երեխաներ, կարծում եմ։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Դուք նոր ձեռքբերումներ կունենաք, վստահ եմ։ Մենք առաջիկայում խոսենք նաև ձեր նոր ձեռքբերումների մասին եւ իրականում դուք մարդու այն տեսակն եք, որ պակասում է մեր հասարակության մեջ։ Բարությունը ձեր մեջ շատ է, իսկ շատերին դա պակասում է։ Ձեր բարությունը տալիս եք միշտ դիմացինին։ Հա, ես իմ ասենք երբ որ լավ էլ չեմ լինում կամ ինչ որ ընկճված եմ լինում, աշխատում եմ այնպես անել, որ դիմացինը չզգա։ Ճիշտ է, իմ ընկերուհիս արդեն մենք երկար տարի ինքը զգում է, բայց աշխատում եմ ցույց չտալ իմ խնդիրները, չբարթել դիմացինի վրա, հասկացաք, որտեվ չեմ ուզում դիմացինին նեղացնել, իմ խնդիրներով բարթեմ, այսինքն ծանրացնեմ այդ ամեն ինչը։ Բայց ձեզ շրջապատող մարդիկ միշտ պատրաստ են կիսել ձեր խնդիրները ձեզ հետ, վստահ եմ։ Գիտեմ, շատ ես ունեմ կողքս միշտ լավ մարդկանցով եմ շրջապատված, իրանք ամեն ինչում ինձ աջակցում են, ամեն հարցում իմ կողքն են, թե հիվանդ ժամանակ, թե նեղության, թե լենության, իրանք բոլորը իմ կողքին են։ Երբեմն, երբ որ լինում է որևէ խնդիր, ցանկացած խնդրի մասին է խոսքը, հարազատները, տան անդամները շատ ավելի ծանր են այդ փաստը, հա, տանում, ընդունում, քան հենց դու ինքդ։ Գիտես, Սաթեն ջան, ես ասեցի ունեմ շատ լավ եղբայր, որ ինձ համար եւ ընկեր է եւ եղբայր եւ հայր։ Եթե ինչ որ մի հարց լինում, ասենք, չեմ կարողանում ինքնուրույն լուծել կամ ինչ որ խնդիր ունեմ, թե ֆինանսական, թե ինչ որ խորհրդատվության, ես անպայման դիմում եմ եղբորս, հարցիկիս, իրանք ինձ ամեն հարցում աջակցում են։ Անգամ եթե մայրիկիս հետ ինչ որ դե լինում է, չէ, մեր աղջիկ կոնֆլիկտներ ա լինում, ես ու հարցս բամբասում ենք մայրիկիցս։ Հիմա կմտածեն, ես ինչ ասում, այո, եւ մենք իրանց շատ սիրում ենք ու եթե չգիտեմ, ու ինքը միշտ իմ կողքին է, ինձ միշտ աջակցում է։ Եթե պետք է լինում, դա անգամ մայրիկիս վրա խոսում էլ է։ Հենց որպես ոչ թե հարց, այլ որպես աղջիկ։ Դե դա սիրո նշան։ Իրանք ինձ եղբայրս էլ հարցս էլ ինձ շատ են օգնում, հենց կոնկրետ շատ է լինում մեր մեջ, մայրը շատ մեծ է, բաներ կա, որ ինքը չի կարում տենց ընկալի, բայց չի լինում այտենց մեծ կոնֆլիկտներ։ Ուղղակի եթե ինձ մի փոքր խոսում է իմ վրա, ասենք բաներ, ես վրազ զանգում եմ հարցկից բողոքում եմ, հարցկը զանգում է կամ աղբերս է զանգում, վրազ այդ հարցը լուծում է, գնում է տեղը։ Գոհար ջան, դուք հիմա ունեք աշխատանք, բայց ինձ հետաքրքիր է աշխատանք գտնելու հարցում դժվարություն ունեցել եք։ Տարիներ առաջ ես տենց հարևանուհիս աղջիկը մենք իրար հետ գնացինք
կոշիկի տենց ֆաբրիկա որ աշխատեինք, դե ես սովոր չէի աշխատելու, որովհետև ինձ լավ էին պահում, տանը բոլորի ուշադրության կենտրոնում էի, չէի կարողանում աշխատեի։ Դժվարությունով ու այդ աղջիկը չես կարող աշխատես դուրս արի, կոտուն, բայց այնքան նեղված էի, չի ուզում մայրիկիս էլ անգամ ասել, այդ ժամանակ արդեն հայրս էլ չկար։ Այն որ չի ուզում մայրիկիս նեղացնել, ասել որ սենց է, բայց հետո հասկացա, մայրս ասեցի որ սենց, ասեց մի գնա, քեզով աստիպում որ գնաս։ Հետո նենց ստացվեց, որ ես աշխատանքը եղավ, ու իրանք ինձ ասեցին, որ գնամ իրանց մոտ աշխատեմ։ Ասի բա որ չկարողանամ, ասած ինչ կա թե չկարողանալու, կանես, հենց ղեկավարությունը, ու ես մտա տե աշխատելու, ու ստացվեց իմ մոտ։ Ու ես աշխատեցի, իրանք բոլորը ինձ սիրեցին, հարգեցին, ընդունեցին, այնպես ինչպես որ ես կամ։ Իսկ մերժումներ ունեցել եք օրինակ տարբեր միջավայրերում, տարբեր վայրերում զուտ ձեր արտաքին տեսքի պատճառով։ Եղել են որ դիմել եք մերժում եք ստացել ինչ որ բանի համար։ Այո, եղել է, այո, ես փորձեցի ինչ որ դեսպանատնում մտնել, իրանք ինձ ռազ մերժեցին հենց կոնկրետ դեմքից, հենց ասեցին էլ դեմքիս, այդ ինչ ա եղել քո դեմքը, տենց այն գիտեք ինչ ասելուն ասեն կարելի է կամ կներեք, կարելի է մի հարց տալ բան, սենց անմիջական իրանք մի անգամից իմ դեմքին սենց շրխկացնում են այդ դեսպանատան ներկայացուցիչներ։ Այո, Վիզայի համար էիք ուզում։ այո, վիզայի համար։ Բայց հետո ստացվեց, գնացի, ասեմ ձեզ։ Երազանքներ ունեք առաջիկայի համար, ծրագրեր, նպատակներ։ Դե ավտոմեքենա եմ ուզում, բայց դե եղբայրս խոսք ա տվել կգնի նվեր։ Բայց չգիտեմ, տենց չեմ կարողանում տաբերել, դե երազանքները որն ա։ Նոր ծրագրեր, չգիտեմ, պլաններ առաջիկայի համար չեք կուզենամ, տես չէ, առայժմս չէ, որովհետև մի քիչ հարցեր կան, բայց կմտածեմ դրա մասին։ Կուզենամ դուրս գալ նորից արտասահման անգալ գալ, շրջագայել ու կանեմ։ Երկու անգամ արդեն գնացա եկել եմ եղբորս մոտ, նորից կգնամ։ Եվրոպական երկիր։ Այո, եվրոպական երկիր։ Այո, շատ ճիշտ ճանապարհի վրա եք, շրջագայեք, վայելեք կյանքը ինչքան կարող եք, ինչպես կարող եք։ Շնորհակալություն, եթե ունեք ավելացնելու բան, եթե ոչ շնորհակալություն, որ ինձ հրավիրեցիք։ Եվ կխնդրեմ վերջում ձեր խոսքը ասել բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հիմա նայում են, բոլոր այն մարդկանց, ում դրսում ուզեցել եք պատասխանել կամ չի ստացվել, ունեք ասելիք իրենց։ Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, թեկուզ ինձ նեղացրել են, թեկուզ տեղն ընկած տեղը չեն նեղացրել, լավ են վերաբերվել, բայց ոնց ասեմ, Աստված ամեն մարդուն ստեղծել է հենց ոնց կա, այնպես ինչպես որ կա։ Ու չգիտեմ, խորհուրդ կտամ, որ վատ չնային նման մարդկանց, թող փորձեն այդ մարդկանց հետ շփվել, միգուցե այդ մարդկանց մեջ ինչ որ մի լավ բան կա։ Պետք չի առաջի հայացքից այսպես քննարկել կամ թարս նայել կամ վիավորել ու անցնել։ Փորձեք հասարակություն ընդունել մարդկանց այնպես, ինչպես որ իրանք կան։ Բայց մեր հասարակությունում այսօր ավելի շատ են մարդիկ, ովքեր փորձում են մարդուն ներքինը տեսնել, թե այն մարդիկ են ավելի շատ, ովքեր այսպես արտաքինով միանգամից դատելով եզրակացություններ են անում։ Կան մարդիկ, որ այսօր հավատացեք, որ ավելի շատ արտաքինն են նայում։ Շատ են։ Այդ շատ վատ է։ Հավատացեք, որ շատ վատ է։ Բայց ժամանակի մեջ փոփոխություն չկա նախկինում եւ հիմա։ Ճիշտ է, հիմա կան, այս երիտասարդությունը, ճիշտ է, այնպես չի, որ շատ մեծ եմ երիտասարդությունը, հիմա մի քիչ ավելի ուրիշ ձև է նայում այս կյանքին, երևի ճիշտը հենց ճիշտ ձևով են իրանք նայում, բայց կան էլի բաներ կան, որ մնայուն մնացել է մարդկանց մեջ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար, ձեզ հաջողություններ ապագայի համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ, որ այսօր ներկա եմ գտնվում այստեղ եւ ինձ կտեսնեն, չգիտեմ, ինչքանով արդարացրեցի, ինչքանով ասում են կռիվ հանուն կյանքի կամ կյանք հանուն կռվի։ Ձեր ընտրությունն է։ Ես կռիվ կյանքի հետ ու պայքարելու եմ մինչև վերջ։ Հուսամ պայքարելու շատ բան չեք ունենա
որտեղ լավ մարդիկ պետք է ունենան իրենց տեղը, պետք է լինեն սիրված եւ հարգված։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը Գոհարն էր, մարդ, ով ծնվել է դեմքի վրա մեծ նշանով, սակայն կարողացել է գտնել իրեն այս կյանքում։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։